Ժողովուրդ ջան, բարև տեսանք, Աստված օրհնի ձեզ, մենք եկել ենք և իրար հետ հաղորդակցվելու, բայց ամենակարևորը Աստծո հետ հաղորդակցվելու, և դա շատ կարևոր է ամեն մարդու համար։ Այսօր մենք լսելու ենք իրար, բայց նաև կարևոր է լսել Աստծուն։ Աստծուն չես կարող դրսից լսել, Աստծուն քո մեջ պետք է լսես։ Եվ երբ որ Աստծո հոգին քո մեջ է, երբ որ դու ուշադիր լսում ես քարոզը, հայտնություն է ստանում քո հոգու խորքում։ Եվ դա կոչվում է Տիրոջ ձայնը։ Աստված քո մեջ կարա խոսի։ Բայց երբ որ քո մեջ դու հայտնություն չես ստանում, Աստված քո մեջ լուռ է։ Եվ ամենաշատը անհանգիստ եմ, երբ Աստված լուռ է մնում։ Դավիթն ասում էր, ով իմ Աստված լուռ մի մնա, խոսիր ինձ հետ։ Չեմ կարծում, որ ամեն րոպե երկնքից ձայներ լսում։ Ինքը իր ներսի աշխարհում նրա Սուրբ Հոգին խոսում էր նրա հետ։ Գալիս էր Աստծո Հոգին նրա վրա եւ ինքը հայտնություններ էր ստանում։ Եվ այդպիսի մի հայտնություն ստացավ եւ գրեց Սաղմոսները։ Սաղմոս 29, Դավիթի Սաղմոս։ Տվեք Տիրոջը, ով Աստծո որդիք, տվեք Տիրոջը փառք եւ զորություն։ Այսօր բան ունենք տալու Աստծուն, ինչ ունենք տալու։ Փառք, զորություն, պաշտանմունք, այո։ Տվեք Տիրոջը իր անունի փառքը։ Երկրպագություն տվեք Տիրոջը սրբության զարդարանքով։ Ինչ շատ է դուր գալիս բահը։ Երկրպագություն տվեք Տիրոջը սրբության զարդարանքով։ Եվ ուզում եմ ուշադրություն դարձնեք այդ Տիրոջ ձայնի վրա։ Երբ որ Տիրոջ ձայնը գալիս է քո մեջ, ինչեր է կատարվում։ Շարունակենք, ես տեից կարտամ։ Տիրոջ ձայնը ջրերի վրա է։ Փառած Աստված որոտում է։ Տերը շատ ջրերի վրա է։ Տիրոջ ձայնը զորությունով է։ Տիրոջ ձայնը մեծ վեհափառությունով է։ Տիրոջ ձայնը փշրում է մայրերը։ Մայրերը դա ծառերը, ծառերի տեսակ է։ Տերը փշրում է Լիբանանի մայրերը։ Եվ նրանց վեր է վազել տալիս հորթերի նման Լիբանանին և Սարոնին, ինչպես Գոմեշի հորթ։ Տիրոջ ձայնը կրակի բոցեր է ճեղքում։ Տիրոջ ձայնը դողացնում է անապատը։ Տերը դողացնում է Կադեսի անապատը։ Տիրոջ ձայնը եղնիկներին ծնել է տալիս և ծմակները մերկացնում և իր տաճարումը ամեն մեկը փառք է ասում նրան։ Տերը նստում է ջրհեղեղի վրա և Տերը թագավոր է կնստի հավիտյան։ Եվ վերջի խոսնել գրածա Տերը զորությունով կտա իր ժողովրդին, Տերը կօրհնե իր ժողովուրդը խաղաղությունով։ Տերը զորություն կտա իր ժողովրդին և Տերը կօրհնե իր ժողովուրդը խաղաղությունով։ Օրհնյալ է մեր Աստված։ Ուրեմն, եթե կա Տիրոջ ձայնը մեր մեջ, այդ ձայնը բաներ է կոտրատում, բաներ է փոխում։ Տիրոջ ձայնը քո ներսում ջրերի պես է, ջրեր է կանգնացնում, ճեղքում է կրակներ, այդ ձայնը քեզ փոխում է, այդ ձայնը քեզ աճեցնում է, այդ ձայնը քո մեջ շատ բաներ կարող է փոխել։ Միայն երբ որ նրա ձայնը կհնչի քո մեջ, որպեսզի նրա ձայնը գա քո մեջ, էլ եմ ես քեզ ասում, պետք է լսես նրա խոսքը և միտք առնես։ Այդ ժամանակ է, որ գործում է, Աստծո խոսքը գալիս է և հայտնվում է քեզ։ Այսօր եկել ենք պաշտանմունքի։ Առաջին խոսքը նորից դիր մի հատ, այս նույն Սաղմոսի։ Ով Աստծո որդիք, տվեք Տիրոջը փառք և զորություն։ Մենք այսօր Աստծուն պաշտանմունք ունենք մատուցանելու, հաջորդ խոսնել։ Տվեք Տիրոջը փառք ու զորություն, տվեք Տիրոջը իր անվանի անունի փառքը։ Գիտեք, Հռոմեացիս թղթերում ասում է, քանի որ Աստծուն Աստծո պես չփառավորեցին, գիտեք, Աստծուն Աստծո պես պետք է փառավորես։ Նրա անունը վեր է ամեն անունից։ Նրան մենք հիմա որ գովում ենք իրան, մենք մեծացնում ենք նրան, բարձրացնում ենք նրան։ Ես քեզ մի բան ասեմ, երբ որ ես տեղից գովում եմ Աստծո անունը, քո սիրտը ուրախանում է, քո սիրտը շարժվում է, եթե դու ոչինչ չես զգում,
խնդիր ունես դու։ Պետք է որ քո սիրտը ուրախանա, երբ որ մեր Աստծուն գովում ենք։ Ինձ չէ, մեր Աստծուն գովում ենք։ Իր անվանը, իր անունի փառքը բերեք իրան տանք, որովհետև ամեն անունից վեր է նրա անունը։ Հիսուս անունը բարձր է բոլոր անուններից, բոլոր հեղինակություններից։ Եվ ինչքան կարևոր է եւ նշանակություն ունի, որ կարողանանք մեր մեջ այդ մեծությունը տեղավորենք, որ մեր մեջ այդ մեծությունը կարողանանք ընդունել։ Ասում է, տեսեք, ով էր Հիսուսը։ Հափշտակություն չհամարեց իրեն Աստծուն հավասար լինելու։ Թեկուզ ինքը Աստծո կերպարանքում էր, իրան Աստծուն հավասար չարեց, հապա իրանձը ունայնացրեց, ծառայի կերպարանք առավ եւ մարդկանց մեջ բնակվեցավ։ Իրան խոնարհացրեց, հոժարվեց մեռնել եւ այն էլ խաչի մահով։ Սրա համար, որ ինքը այդպես խոնարհացրեց, իրան խոնարհացրեց, սրա համար Աստված նրան խիստ բարձրացրեց եւ այնպիսի մի անուն տվեց, որ այդ անվանը ծնրադրեն թե երկնավորները, թե երկրավորները եւ թե սանդրամետականները։ Եվ ամեն լեզու դավանի, որ Հիսուսը Տեր է Հոր Աստծո փառքի համար։ Եվ ես ուզում եմ հիմա կոչ անել ձեզ, կանգնենք մեր ոտքի վրա, երգչախումբը բարձրանա, փորձենք նորից նրա անվանը տանք փառք, տվեք Տիրոջը իր անունի փառքը, երկրպագություն տվեք Տիրոջը սրբության զարդարանքով։